Հրապարակը գրում է. «Պարզվում է 44-օրյա պատերազմի ընթացքում Պաշտպանության բանակը ղեկավարեց Ջալալ Հարությունյանը հույս է ունեցել, որ իր լռությունը Նիկոլ Փաշինյանը կգնահատի։ Սակայն մի քանի օր առաջ Վճռաբեկ դատարանը անփոփոխ թողեց նրա դատավճիռը եւ հայտնի դարձավ, որ Ջալալ Հարությունյանը պատիժը կկրի համապատասխան քրեակատարողական հիմնարկում։ Վճռաբեկի որոշումից հետո Ջալալը նեղ կրկում չի թաքցրել իր նեղվածությունը, ակնարկելով, որ եթե իր լռությունը չգնահատեցին, ապա թող պատրաստ լինեն։ Եթե ոչ հրապարակային, ապա արտահոսքերի տեսքով որոշ գաղտնիքների հրապարակման։ Ժողովուրդն իրավապահ համակարգին մոտ կանգնած իր աղբյուրներից պարզել է, որ կալանավորված Նարեկ Օհանյանի եւ Գևորգ Հարությունյանի պահման հարցը դարձել է լուրջ մարտահրավեր։ Կալանավորումից հետո փորձ է արվել տեղափոխել նրանց արմավիրի քրեակատարողական հիմնարկ, սակայն այնտեղից փաստացի մերժում է ստացվել, անվտանգության նկատառումներից ելնելով։ Հիմնավոր վախեր կան, որ սիրված համայնքապետ Վոլոդիա Գրիգորյանի սպանությունը կարող է դառնալ վրեժխնդրության պատճառ անգամ բանտի պատերից ներս։ Իրավապահ համակարգը մտավախություն ունի, որ Գրիգորյանի կողմնակիցներից որևէ մեկը գուցե ՔՀԿ-ում կապեր ունի եւ կարող է փորձել հաշվեհարդար տեսնել։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրիում, ինչպես Փարաքարում, իշխանական ճնշումների ալիքը չի դադարում։ Գյումրիում իրավիճակը փոխելու քաղաքական հրահանգն արդեն տրված է։ Այն է, մինչև 2026 թվականի հունիսին նախատեսվող խորհրդարանական ընտրությունները քաղաքական դաշտից հեռացնել մարդկանց, ովքեր իրական աջակցություն ունեն համայնքներում։ Մարտուն Գրիգորյանը այդ ցանկում է։ Վերջինիս դեմ Շիբինի տեսքով ընտրակաշառքի թեման են ակտիվացրել, ցանկանալով նրան մեղադրանք ներկայացնել։ Ի վերջո ազատազրկմանը հասնելու համար։ Թիրախում են նաև նրա ընտանիքի անդամները։ Ավագ որդի Կամո Գրիգորյանի նկատմամբ այժմ հայտարարված է հետախուզում։ Միջնեկը Կարեն Գրիգորյանը որպես Գյումրու ավականու անդամ վերահսկվող սարքով է շրջում քաղաքում նույն Շիբինի գործով։ Հայրը Կամո Գրիգորյանն էլ թոռան Կարեն Գրիգորյանի կարգավիճակում է։ ԿՊ-ի առանձնահատուկ թիրախում է падգամավորի ավագ որդին Կամո Գրիգորյանը, որը չնայած երիտասարդ տարիքին հեղինակություն ունի Գյումրիում։ Նույն դրամաբանությամբ փորձում են սահմանափակել Վարդան Ղուկասյանի որդի Սպարտակ Ղուկասյանի դիրքերը։ Միևնույն ժամանակ իշխանությունը 4 կողմերից աշխատում է բորբոքել թշնամությունը Վարդան Ղուկասյանի եւ Մարտուն Գրիգորյանի միջև։ Քարոզչական հակադրություններ, լարումներ առաջացնելով։ ԿՊ-ն ձգտում է հասնել Գրիգորյանների եւ Ղուկասյանների թիմերի միջև կրակոցների։ Հրապարակը գրում է. Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը 3 Civilnet-ի տաղավարում հայտարարել էր, որ քաղաքական համագործակցություն է սկսում ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն հայրենի կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանի հետ, որը կարող է լինել վարչապետի թեկնածու։ Ուշագրավ է, որ այս համագործակցության մասին 3 տեղյակ չէին Վանեցյանի կուսակցությունում։ Թերթի աղբյուրներն ասել են, որ Սամվել Բաբայանը տարբեր քաղաքական ուժերի է դիմել, առաջարկելով համագործակցություն, դրա դիմաց խոստանալով արցախցիների ներուժն իրենց օգտին մոբիլիզացնել։ Անգամ իշխանական ինչ-որ օղակների հետ է քննարկումներ ծավալել։ Սակայն բոլորը զգուշորեն են նրա առաջարկներին մոտեցել, քանի որ կասկածել են, թե Բաբայանը արցախցիներին մոբիլիզացնելու հնարավորություններ ունի։ Հրապարակը գրում է. Վահար Շապետի համայնքապետի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը Էջմիածնի տոնի առթիվ քաղաքի մուտքն ու կենտրոնական փողոցը ձևավորել է դրոշի գույնի կտորներով։ Մեխակյանը թերևս զերծ է մնացել Էջմիածնի դրոշն իր ամբողջական տեսքով ու բովանդակությամբ ներկայացնելուց, մտավախություն ունենալով, որ Նիկոլ Փաշինյանին դա դուր չի գա։ Իսկ դրոշի վրա Էջմիածնի զինանշանն է, ավելի քան 2000-ամյա պատմությամբ, անցած ճանապարհով ու քրիստոնեական խորհրդանիշներով։ Միակ բանը, որ համայնքի ղեկավարությունը պահպանել է դրոշից, մանուշակագույնն ու դեղինն են, որոնցով փորձել է տպավորություն ստեղծել, թե հարգում են հոգևոր քաղաքի պատմությունն ու բնակիչներին։ Հրապարակը գրում է. Ռոբերտ Քոչարյանը վստահ է, գործող իշխանությունը վերընտրվելու հնարավորություն չունի նաև ասելիք։ Նիկոլ Փաշինյանի վերընտրվելը ձգտում է զրոյի։ Այնուհետ ավելի է բացել փակագծերը։ Այսօր երևում է 2 միավոր, որ մտնում են խորհրդարան։ Շատ քիչ են զիջում ԿՊ-ին։ Մեկը Հայաստան դաշիկն է, մյուսը Սամվել Կարապետյանի ուժը։ Նա վստահություն է հայտնել, որ այս երկու ուժերը միասին զգալիորեն կգերազանցեն իշխող կուսակցությանը։ Երկրորդ նախագահը հայտարարել է նաև, որ դաշնակցության հետ համագործակցությունը շարունակվում է։ Մենք դեռ ոչինչ չենք քննարկել, քննարկումները տեղի կունենան հունվար-փետրվար ամիսներին, եւ մենք կփորձենք ընտրել ամենապրագմատիկ ձևաչափը, հավելել է Քոչարյանը։ Նա կարծում է, որ հասարակական դրամատրությունների մեջ ինչ-որ բան է փոխվել։ Այս առումով ես հիմա ավելի լավատես եմ։ 2021 թվականին ես այդ լավատեսությունը չունեի։ Այն ժամանակ մենք պետք է ներխուժեինք եւ օգտվեցինք առիթից։ Նաեւ զգուշացրել է Փաշինյանին չկրկնել Մոլդովայի օրինակը, կեղծել ընտրությունների արդյունքները։ Ասել է, որ դա կհանգեցնի հեղափոխության։